Դատելով տարիների բարձունքից, որ հետ եմ նայում 2020 թվականին ցավոք կար միջազգային կոնսենսուս մեր ձեռքից վերցնելու Արցախը, ցավոք կար եւ տեղ էր մեր պարտության գաղտնիքը, ԱԹՍ-ները, վատ կառավարումը եւ այլ դրանք մանրուքներ են եւ մեծ հաշվով Ադրբեջանը ռազմական բալանսը կարողացել էր գիտեք, բալանսը այո, բայց եթե ռազմաքաղաքական կոնսենսուս կամ այլ խոսքեր ասած դավադրություն Հայաստանի Հանրապետության դեմ չլիներ, այդ բալանսը շուտվանից էր այդ տեսքով փոխված։ Հենց այդ 2020 թվին իմ կարծիքով չէր լինի պատերազմը։ Այսինքն նախ դիվանագիտական դաշտում էին պարտություն Այո, կրել։ ավելին գիտեք, դիվանագիտական դաշտում ավելի ես ցավալի բան ասեմ, ինչ թվում է ոչ թե պարտություն ենք այդքան կրել, այլ մենք նույնիսկ չենք էլ նկատել, որ պարտվում ենք։ Այ ամենավատ բանը դա է։ Դու ես, երբ որ պարտություն ես կրում, դու զգում ես, որ պարտվեցիր եւ պատրաստ լինելով դրան ինչ որ նոր գործողություններ ես անում։ Բայց մինչև ընդհանուր 2020 թվականի սեպտեմբերի 26-ը իմ մոտ տպավորություն կա, թե մենք չէինք նկատում պարտությունը։ Այսինքն այն, որ Ռուսաստանի Դաշնությունը, որը մեր անվտանգության երաշխավորն էր եւ որի արկայությամբ մենք երկար տարիներ բալանսը խախտված պահում էինք եւ հարված չենք ստանում, 2020 թվականի արդեն սեպտեմբերի վիճակով դատելով ըստ ամենայնի արդեն որոշել էր Արցախը մեր ձեռքից վերցնել։